Աղջիկներ ջան, չկան մոմիկներ կոնկրետ սիմպտոմների դեմ։ Օրինակ, մոմիկ արտադրության դեմ, մոմիկ հոտի դեմ, մոմիկ էրոզիայի դեմ, չէ, նման բան ընդհանրապես գոյություն չունի։ Եթե արկա է արտադրություն, այսինքն անհրաժեշտ է բուժման կուրս, եթե արկա է հոտ, դա նույնպես խոսում է որոշ միկրոֆլորայի փոփոխությունների մասին, եթե ախտորոշվել է արգանդիպարենցիա էկտոպի, այսինքն էրոզիվ մակերես, վերքային մակերես, եթե կա որևիցե խնդիր ընդհանուր առմամբ, պարտադիր կատարվում են լաբորատոր հետազոտություններ, դա ֆեմաֆլորսկրինն է, դա բակ քննությունն է, դա պապ տեստն է, կան նաև սպეციფիկ հետազոտություններ, տրվում է հստակ ախտորոշում եւ միայն հստակ ախտորոշման հիման վրա մենք կարող ենք նշանակել բուժման կուրս։ Իհարկե, այս հարցում շատ է օգնում նաև բակ քննությունը, մանրէաբանական քննությունը, երբ մենք բացի բակտերիաներից կարող ենք նաև ճշտել, թե ինչ դեղորայքի հանդեպ է բարձր զգայունությունը, ինչը շատ ավելի էֆեկտիվ է դարձնում բուժման կուրսը։ Եվ ունենալով այս հետազոտությունների արդյունքները, կոնկրետ ինչ հետազոտություն, դա արդեն լսելով եւ տեսնելով կարող ենք նշանակել, բայց ունենալով այս արդյունքները, միայն այդ պարագայում նշանակվում է հստակ բուժման կուրս։